մի քանի արկա մնացել։ Բախտերս վերեց հետևից մարդ չեկա։ Այսքան էլ ծախեք բրծնեք։ Լովիկը կերել ենք պոչին խռովեք։ Ինչ ես խոսում։ Ես ոչ չունեմ, բայց զատո հանճարեղ միտք ունեմ։ Զգացիք մտքից խորությունը։ Ինչ, առարտուփ մարդ։ Ինչ ես խոսում, Ժիրո բրատ։ Ախր դուք սրա գաղափարը չեք հասկանում, բռնում Այս արկղերը մենք կարանք վերամշակենք ու տարբեր ապրանքներ ստանանք։ Այ օրինակ գլխակ, ինչ ասիր։ Շիրո, միրոն որ գնաց ես մտածեցի փրկվել եմ, բայց տեղն եկավ արկղ մարդը։ Ես հասկացել եմ, հիմար մարդիկ ունեն մագնիսական դաշտ ու իրար լավ քաշում ձգում են, բայց էպիկենտրոնն էլ դու ես։ Բայց ինչ ես մի անգամից մերժում, մարդը լավ բան է ասում։ Կարանք այս արկղերից շորեր սարքենք, վաճառենք։ Արկղի շոր։ Ով հակնի։ Արկղի մեջ ով է ապրում։ Անտուն մարդիկ։ Ժիրո ես հասկացել եմ, դու ստեն դնող բժշկի հետ գործ ես անում։ Դու կանխամտածված ինձ ներվայնացնում ես, որ ես գնամ նոր ստեն դնեմ ու ամեն ստենդից դու տոկոս ունես։ Նարի մի հատ նոր ստենդ դնենք, դառնա ստենդափեր։ Հումոր բան անես էլի։ Գարուն է նորից բացվել, ուսենքի պեշացի թքոմներ են հայտնվել, բայց ուզում եմ ձեզ ասել, որ նոր Ժիրո Իվանը մեծ սիրով ենք նկարել, չեն լինի որոշ դեմքեր, ում դուք ուզել եք այս անգամ էլ չտեսնել, ստեղծել ենք նոր կերպարներ, բերման ենք ենթարկել սիրված դերասաններ, վաչելու լեռնիկը լինան անդրան եկա մաշանու վիկան, Galician me mille setano me stimano Giro Ivan Giro Ivan Տիկին Վեներա, մի բան ասեմ չեք հավատա։ Ուրեմն մտա խանութ։ Խանութի աշխատողին ասեցի բերում ես ամենալավ, ամենանորաձև այրոգրիլը։ Բերեց էս։ Դրեց։ Ասեցի հոп մի րոպե դուք ուշումցին լավ չեք ճանաչում։ Պետքա սա անպայման ստուգենք, որովհետև տանում եմ Հայաստանի Հանրապետության ամենալավ համատիրության նախագահին։ Մի ասես տակացավ։ Ասեցի մի րոպե էլի ստուգելու բաներ կան։ Գնացի կողքի խանութ, առա մի հատ ամենաթարմ հավը, բերեցի դրեցի մեջը էփվեց։ Գերա անենց համով էր տիկին Վեներա, անենց համով էր, բայց մի հատ վատ բան եղավ։ Ախր այնքան լավ էին աշխատում, չկարողացա կեղտ գտնել վրեքները ու ստիպված վճարեցի, սա ձեզ։ Ժամանակը նվերների վրա ծախսելու փոխարեն ավելի լավ մտածի, ոնց կարանք է տականք Իվանի բիզնեսը խորտակենք։ Դրանն է, ինչ արդ կեղտոտայլը, ասա տեսնեմ ինչ արդ։ Դա արդեն իմ անձնական գործն է, 90 куда тебя не просят։ Դե տիկին Վեներա, բնես չի, որ ես մեղավոր եմ, որ իմ քիթը մեծ է, որ ինքս ինքան ուրիշ գործերի մեջ եմ մտնում։ Երկրորդն է ստեսություն, շնորհակալություն, հաջողություն։ Ստոյ շունց։ Նստիկ պատմեմ։ Ասեք տեսնեմ ինչ ա եղել։ Ուրեմն, այդ պարազիտը բողոք ա գրել ինձ վրա։ Թաղապետարանում բողոքել է, որ ես համատերությունը վատ եմ կառավարում, որ видите ли, աղբահանությունը ժամանակին չի, լիֆտերը կեղտոտ է ու լուսավորություն չկա։ Представляешь? Դու այդ տականքինն էի։ Ես այդ ամեն ինչը տեսնում եմ, բայց չեմ բողոքում։ Հələ կեղտինն է, որ գնաց է բողոքել է։ Ու հիմա ուշունց ինձ կարան տարածքից տեղափոխեն։ Ուր։ Նոբարաշեն։ Հա, վարչական շրջան։ Քրեա կատարողական հիմնարկ։ Տիկին Վեներա, ես իմ ձևերով իրան 10 կտամ անպայման չմտածեք։ Ты настоящий мужчина, ушунц։ Մի հատ էլ ասեք։ Մի հատ էլ։ Մանե, արի մի հատ մանկական անուն դնենք, այդ երեխեն մեծանա կփոխի։ Չի, բայց մանկական անունը ո՞րն է։ Դե, ասենք մուլտիկներից։ Չիբուրաշկա։ Ժիրո ջան,
Այդ երեխու համար արդեն մեծ հարված է, որ իր հերը դու ես։ Հիմա մի հատ անունը Չիբուրաշկա դնեք, կրկնակի կյանքի հարված է ունենալու։ Նախանձում որ իրանը տղա չի, իմը տղա է, ես կարամ չի բուրաշկա դրեմ ինքը չէ։ Այ ժիրո։ Դու չգիտես, որ այդ Չեբուրաշկան ասեր լոշտակ կենթանի է։ Ինչին պետք է նախանձեմ։ Ոչ ճիշտ ասում էլի, արի ինչ որ ժամանակակից անուն դնենք։ Օրինակ, smart։ Նշանակում է խելացի։ Մանեն ջան, չեմ կարծում, որ դա smart որոշում է։ Մարդը սմարթ լինի։ Ժիրո ջան, կարանք այդ հիմար խոսակցությունները թողնենք ու հասկանանք այս մնացած ապրանքը ում վրա ենք վաճառելու։ Հա, բայց ինձ թվում էր Լարան այսօր գալու է շոփինգի։ Հո, Լարան արդեն պիտի այս ժամին պուպսիկին զանգած լիներ։ Կարող է մենք զանգենք, տենանք հոն բան չի եղել։ Ես կզանգեմ հանգստոց։ Ալո։ Վայ Լարա ջան, բարև, Ալվարդն է, ո՞նց ես։ Մենակ Ալվարդը չի, Ժիրոն էլ է, Մանեն էլ է, Պիկաչուն էլ է։ Լսում եմ, երեխեք։ Լոռո, մենք լիքը ապրանքներ ենք առանձնացրել, որ գաս առնես։ Հա, ճիշտ է ասում։ Մարդիկ եկան, ասի ռադներդ քաշեք գնացեք, այս ապրանքները մենակ տիկին Լարան պիտի վայելի։ Վայ, երեխեք, մերսի ձեզ շատ։ Բայց մի բան պետք է ասեմ, ես էլ չեմ կարող ձեզ մոտ գալ։ Լարա ջան, հոմ բան չի եղել։ Հոգեբանից մոտ էի։ Ու ասեց, որ ես հիվանդ եմ։ Բա, ինչքան են տվել ապրելու։ Պատկերացնում եք, ինքը ինձ ասում է, որ ես շոպոգոլիկ եմ։ Ու բուժվելու համար պետք է գնումներ չանեմ ընդհանրապես։ Լարա ջան, դրանք շարլատան են այդ հոգեբանները, այդ հատուկ են ասում, որ այդ շոփինգի փողը որ պետքա ծախսես, իրանց վրա գնաց ծախսես։ Ես քեզ հեսա տատական լավ մեթոդ կասեմ։ Շոփինգը ծխելու պես բան է, դու իրան միանգամից եթե թարգես, կչաղանաս։ Պետքա կամած անել շոփինգը ու ոչ քո համար։ Բա, ում համար։ Բարեգործություն։ Բարեգործություն։ Բայց ես չգիտեմ ում համար բարեգործություն անեմ։ Քեզ հեսա ռետրոգրադ Մերկուրին կհուշի, դու բան մի արա։ Լարա ջան, հիմա փակում ես աչքերը ու պատկերացնում ես, որ դու տաք թե ես խմում։ Իսկ պուպսիկը կողքի սենյակում լողանում է։ Իրվան բրատ ասենք հանճարեղ բիզնես եմ քեզ ասում, աղբից փող ես շինում, մռնեմ քեզ։ Լյովի կոմա հակնելու է տրապուշությունը։ Դու ինչ ես խոսում, Իվան բրատ, նայստե։ Վիկտոր բրատ, հանգեցի մռնում քեզ։ Ահա։ Լսր, Վիկտոր բրատնա, մի մարաջի հաճախորդը, այս մարդը պատրաստ է 500 դրամ տա, որ մի հատ ոտքից գլուխ մի հատ ակուրատնի մեջ սպարտիվկա քաշի վրեն։ Ոյ աստված, ինչի ես սրանց հավաքել իմ գլխին։ Լյովիկ հենց հիմա այս Վիկտորի սեկնետ հագուստի պակասը վերցրուս ծիկնետ եղեքստեից։ Գոլը նայ, ձեն տակտեղ ցագալու։ Գոլ մի ասայց սաբտանեմ, բտ տակով են դեմը դրեց ինքը պապուկ տեղը նստեց, բայց այն այլ որ դիցեիր ուզում գար։ Այլ որ մի օր գլուխը տնես բորձուրին քնես, իր ժամանակ իմ հաճախորդի ղադերը կիմանաս։ Յա, ուր ես քշում։ Չգիտես որ կլյազնիկների մուտքը ստեղ արկելված է։ Այսինքն, հենա կպցրած է, սիգարետով, շներով ու կլյազնիկներով մուտքը արկելված է։ Ախր Ժիրայի ջան, բայց ես լրիվ ուրիշ բանի համար եմ եկել այստեղ։ Եկել եմ առևտուր անելու։ Խափում ես։ Դու տակից նկարում ես, որ մեր գլխին մի բան սարքես։ Այ չէ, Ժիրայի ջան, ուզում ես ստուգի։ Դե հեռախոսը թալի։ Էսա։ Դիր սեղանից գուշ երկու մատով։ Դանդաղ հանգիստ դիր։ Մյուսն էլ։ Էսա, վերջ։ Հաստատ։ Հա։
Ասեք, ինչ եք ուզում։ Այս շապիկներից։ Այս շապիկներից։ Հայ։ Տեսեք, ինչ լավ շապիկներ ունեք։ Այս մեկը հաստատ ձեզ կսազի։ 26000-ա ձեզ համար 25900 դրամ։ Այս եղջի համար շնորհակալ եմ։ Հեսա։ Այդ զեղչն էլ նրա համար, որ այս շապիկով ձեզ բոլորը քաղաքում տեսնելու են։ Շնորհակալ եմ։ Անչափ շնորհակալություն Ժիրայր ջան, ապրեք։ Անշուտեք։ Բա հետը կտրոն է։ Ստենց էլ գիտեի, որ դուք եկել եք մեր գլխին մի բան սարքեք։ Հա չէ, բացարձակ դրա մասին չի խոսքը։ Պարզապես որ տանեմ հագնեմ, տեսնեմ մեծ է, փոքր է, փոխելու համար հետ բերեմ։ Անչափ շնորհակալություն։ Իվան։ Ինչ է, Ժիրո։ Ես ինչ ես անում։ Կահույք եմ նայում։ Յա, վերջապես խելքդ գլուխդ հավաքեցիր, որոշեցիր տեղափոխվես, չէ՞ իմ տնից։ Հասկացար, որ քո աղջիկը տղա չի դառնա։ Լսի, քանի կահույք ես նայում։ Մի հատ էլ տղուս համար մանեժ նայի էլի։ Մինչև ծնվի ես մեջը կֆրֆրամ։ Ժիրո, եթե ես ու Ալբերտը գնանք այդ տնից, դուք այդ տանը մնալու եք 3 երեխայով, հասկանում ես ինչ եմ ասում։ Իբր գյուտ արեցիր։ Պարզ չի, որ 5-ից հանած 2 անում է 3։ Դե եթե այդքան խելացի ես, նայած արա այդ ապրանքը ծախենք։ Հանգիստ տեղի։ Այսօր իմ մանեն ու քո բոքոնը լարայի վրա լիքը ապրանք են ծախել։ Ես էլ ուշունցին եմ ապրանք ծախել։ Մնացել է մի 2 մանր մունր բան։ Ուշունցի վրա ապրանք եք ծախել։ Բա կարող եք գիտես երեկվա երեխեն եմ։ Ուշունցը եկավ, ես գիտեմ դա ինչ կլյաուզնիկ է։ Շապիկը ծախեցի վրան, վերջում էլ ՀԴՄ խփեցի գնաց։ Ինչ է դմը։ Ինչ է դմը, Ժիրո։ Էդի ռեստորանին նո։ Հա, ռեստորանի ՀԴՄ-ով էլ խփել եմ։ Հենց այդ գնին համարժեք ՀԴՄ եմ խփել։ Վերջում էլ ասեց մերսի։ Այդ մեր գլխին ուզում եմ մի բան սարքի, դրա համար էլ կտրոնա վերցրել։ Պետք է գնալ շունչ գտնել ու խլել այդ կտրոնը։ Ես այդ մարդու վրա շապիկ ծախեմ։ Վերջում ՀԴՄ խփեմ, տամ ինքը ուրախ գնա, որ դու գնաս ՀԴՄ-ն ձեռքից վերցնես, բա որ ուզենա հետ տա ոնց է տալու։ Ժիրո այդ ռեստորանին նո դու հասկանում ես իրավ նա շապիկ ես ծախել, բայց ՀԴՄ-ի մեջ խփել ես բորշ ու քաբաբ։ Տիկին Վեներա, տեսեք ձեզ ինչ նվեր եմ բերել։ Ասա։ Սա մի բան է, որ Իվանի վերջի սկիզբն է։ Ես սա նվիրում եմ ձեզ։ Քեզ։ Քեզ, որպես ապացույց, որ ես միշտ պաշտպանելու եմ քեզ։ Ты что, с дуба рухнул? Սա է քո ապացույց, որ միշտ պատրաստ ես ինձ պաշտպանելու։ Ինձ քո նկարով շապիկ պետք չի։ Այս չի ձեր նվերը, տիկին Վեներա, ձեր նվերը տոպրակի մեջ է։ Սա ինչ։ Այս հիմա շապիկը գնել եմ Իվանից ռեստորանից։ Ու նայեք ինչ ՀԴՄ են տվել։ Կարտոֆիլ սնկով, արիշտա, կոտլետ տնական, ընդհանուր 25900 դրամ։ Ու շունց, սա ինչ է։ Բա, համաձայն ես ՀԴՄ կտրոնի, պարզվում է Իվանից ռեստորանից ոչ թե գնել եմ շապիկ, այլ ուտելիք։ Ու ստացվում է ինչ, որ ապօրինի գործարք են անում, ՀԴՄ կտրոններ չեն տպում, վերջնա արդյունքը հետևյալն է, որ Իվանը այս սրա մեջ է։ Ու շունց, Ջանա, սա գիտես որ պահն է։ որ պահն է։ Սա Վիներայի վրեժի պահն է։ Ու շունց, սա անձնական խոսակցություն է։ Գնա։ Բայց Ոչ մի բայց։ Եթե ստացվի, ես քեզ իմաց կանեմ։ արդեն նստել էի։ Գնա ու շունց։
Բարև ձեզ։ Հարկայինից, հա։ Երկու ոտով մտա Վեներայիս աչքը։ Մնում է ժամադրությունը երազանք չմնա ու ամեն ինչ ընկտվա իր հետ։ Ես ոնց խփեցիր, աչքիս մեռավ։ Էս իրան քիչ է։ Մի խփի։ Կերպանները ստուգի հետը ման գտնենք։ Մենակ քո խաթր Իվան։ Անուն մի տուր ժիրո։ Իվան։ Եթե չես ուզում, որ ամուսինդ ու երեխաները տեսնեն այս նկարները, հրաժարական տուր Տիկին ջան։ Իսա։ Տակ լուրջ ծուծա։ Լուծուց չի։ Եսի հայտի պաշտոնյայա չկլեի։ Ես հիշեցի, ինքը իր գաղտնիքները որտեղ ապա։ Հիսա, սպասի։ Ես էլ չի։ Ժիրո, միչև այսքան հետը մն ստուգենք, մեզ կբռնեն, արի սրան տանենք իրատուն, Ճիշտ ես։ հա։ Գնացինք։ Զարմանում եմ, այսքան հդանմենների մեջ մերը չկա։ Այդ հանի տանտերը։ Կացի ես անտերը։ Իվան, ասում եմ կարող է, մեր հդմն մյուս ոտքի մեջ էր։ Բանջի չվայմեցիր էտ էլ ստուգեիր։ Այդ մի բանն էլ դու ֆայմ էիր, կարող է գիտես ամբողջ գործը ես պիտի անեմ։ Դե հաստատ մեր գլխին մի բան կսարքի։ Ես կգնամ կնստեմ ու էտ երեխս աներ կմեծանա։ Վայ, չէ, Իվան ջան, չէ։ Դու մի մտածի, ես այդ երեխուն հայրություն կանեմ, քեզնից էլ լավ։ Գա, ինձ կհարցնի իմ պապան իր ձևի էր։ Ես էլ կասեմ, դե պապատ լավ հայր էր, լավ ամուսին, լավ խոհարար, վատ եղբայր։ Իվան, հələ շտապ այստեղ։ Արմեն Ավակյան, պետական եկամուտների կոմիտե։ Հավաստի աղբյուրներից տեղեկություն ունենք, որ այս ռեստորանային համալիրում ապօրինի առևտուր եք իրականացնում։ Այոնակ քաղաքացուն վաճառել եք վերնաշապիկ, որի վրա անպարկեշտ նկար է պատկերված։ Իսկ ՀԴՄ-ի վրա տպել եք սնկով ապուր, տնական կոտլետ եւ այլն։ Որոշման հետ ծանոթացեք, պետք է խոզարկություն իրականացնեք։ Մի րոպե էլի։ Դուք ստեղ որտեղ եք ապօրինի ապրանք տեսնում։ Այդ մարդը ինչ պատվիրել է, մենք դրա ՀԴՄ խփել ենք, գնացել է։ Իսկ այս վերնաշապիկը մենք նվիրել ենք իրան։ Կամ ենթադրենք մենք ունենք ապօրինի ապրանք։ Ուրա, ցույց տվեք։ Չէ, պարոն Ավակյան, ես չգիտեմ ձեզ ով է ինչ ասել, բայց մենք սովորական ռեստորան ենք։ Ճիշտ այդքան էլ լավ չենք աշխատում, բայց ապօրինի ոչ մի բան էլ չենք անում։ Ավակյան ջան, դուք նավսայքի գնացեք եւ ստուգեք, հա, առաջի հայացքից բոլորն էլ անմեղ են երևում։ Գնացինք։ Փաստորեն ուշուսին դու ես սկսի տվել մեզ վրա։ Ի տարբերություն քեզ, ինքը իր խոստումները կատարում է։ Ուշուսինքը կեղտոտ մարդ է, բայց երբ որ դու ես իրան օգտագործում, դու չես ավելի կեղտոտ է դարձնում։ Հեսա քո գործարքներդ կբացահայտվեն, и мы посмотрим, кто из нас кехтот, а кто макуч։
Օշունդ, ինչ ա եղել։ Մի հատ կին քաղաքական օպոնենտ ունեմ, վրեն կոմպրոմատ ունեի։ Էս իր անկերներին ուղարկել էր հաշվի հարդար տենալու, 6 հոգի էին, են 5-ին ծեծեցի, են մեկը հասցրեց փախավ, կոմպրոմատն է ճղեց։ Ոչ մի ապօրինի բան չկա։ Ամեն ինչ մաքուր է։ Ձեզանից ներողություն ենք խնդրում անհանգստացնելու համար։ Իսկ այ դուք Տիկին Վեներա, մի կլորի գումար տուգանք կվճարեք, որ այլևս սենց անկապ հարցերով մեզ չանհանգստացնի։ Գնացինք։ Իվան տղա, ես քեզ մեկա կբռնացնեմ։ Դու չկասկածես վիրավորված կնոջ ուժի վրա, հասկացար։ Շատ ծանոթ հոտ է։ Իվան, կարամ սրան սպոնեմ։ Հավատա ինքը հենց դրան էլ սպաս։ Տնեք ջան, ես մի քիչ հիմա խառն եմ, ձեզանով չեմ զբաղվում։ Ես շատ լուրջ հակառակորդներ ունեմ հիմա, բայց ձեզնով անպայման կզբաղվեմ, հանկարծ չկասկածեք։ Հանկարծ չկասկածեք։ Ես սրա համար արդեն վճարել եմ։ Լավ։ Ասում եմ մազով պրծանք։ Իսկականից ինչ լավ է լառային համոզեցինք բարեգործության համար ամբողջ ապրանքը առավ։ Բայց մտածում եմ, բայ այդ դատարկ տուփերն ուր են։ Կամ էս ռեստորանով էր եկել սենց սիրուն դասավորել։ Հարազատներ բալուս, իհապար յակուրջակ։ Չէ լավ է ես կյապապ եմ խպել։ Տեսակ ոնց աշխատեց բիզնես պլանս։ Բախտերը տեկով սեղանները ակուրատնի գցեց տեղը, այն արկղերը տարա, անտունների համար շորու կոշիկ սարքեցի, ոնց սարքեցի դες սախվավ, շունելն եմ։ Այն բիզնեսմեն եղբայր։ Ես քեզ խոստանում եմ, երբ որ դու դառնաս միլիոնատեր, քո success story-ին այս աղջիկն է նկարելու ու անխնա story անի։ Ոյ։ Գարն Լևոն ջան, ախպեր, սրա էլա չունես, ես փոքր ա բերես ախպեր։ Վիկտորս մերնեմ քեզ, բատա հարցը հայ ախպեր ջան, ես ախպերդ կոմբալ միատ իտալական, հենց գարդոնից, աննեց կոշիկներա վիզ դնելու էլ դուսուս, արի մեկ, էլը մի ռոպե, էլ սին միատ կցի տակը, արի մերնեմ կյանքիտ, արի ախպեր ջան։ Բայց մտածում եմ կարող է այդ տուփերը իզուր տվեցինք Լովիկին։ Դե չէ, զուտ ասում եմ մենք կանեինք այդ բիզնեսը։ Ամենես մարդիկ հեսա մեր տնից դուրս են գալու, մի բան չունենան հակնելու։ Կամ որ մոստի տակ քնեն, մի բան փռեն տակները։ Շիրո, դու այսօր էլ ինձ չես կարողանալ ջղայնացնես։ Այսօր լավ օր էր։ Վերջապես այդ անիցիալ ապրանքից պրծանք, եկեք հանգիստ ասենք։ Փոչարի 7-ը ստեղ, հա։ Ահա։ Ստեղ թողագրեք, ձեզ մի ֆուր ապրանք ենք բերել։ Ինչ?